Մայրիկիս երազ տեսա մենակ էինք, մայրս հաց էր ինձ բերում ու ժպտում էր մի պարզ երկինք, մայրս այնպես բարի ու հեզ, ինձ առել էր իր հոգու մեջ, համբույրներով լույս ու հրկես, ցավերս էր ամոքում, բայց երկնքից լույսի մի շող, անմար մի շող ահագին, աստվածային ձայնով կանչող իջավ մորս ճակատին, և բացվեց դռները անտես, երկինքն օրհնեց առհավետ, ախ մայրիկս սուրբ էր ասես, Աստված խոսեց մորս հետ, վախից կարծես մի բուռ դարձած, արթնանալով ասի վերջ, երբ որ մորս ձայնը առա, Աստված լցվեց հոգուս մեջ: Այս գեղեցիկ բանաստեղծությունը գրել է Հովո Եգոյանը: Մայրս, այսօր քո օրն է, դու իմ սրտի լույսն էիր, իմ մայրիկ, միշտ հիշում եմ քո բարի ժպիտը, դու մեզ սովորեցրեցիր լինել բարի, հարգել մեծերին, դարձար մեզ համար և հայր և մայր, դու դարձար մեր ուժը, մայրիկ, դու մեր տան լույսն էիր, մեր կյանքի հույսը, քո սիրով մեծացանք, քո հավատով առաջ գնացինք, մայր իմ թանկագին, կարոտում եմ մայրիկ ջան, կարոտում եմ քո ներկայությանը, կարոտում եմ քո հեզությանն ու բարությանը, մայր իմ թանկագին: Սիրելի հետևորդներ ջան, այսօրվա այս գեղեցիկ ծաղիկները նվիրում եմ իմ թանկագին, անգին մայրիկին, ոչ միայն այս բուկետը, այլ ամբողջ ծաղիկները նվիրում եմ մայրիկիս, իսկ հիմա գնանք միասին կոֆե խմենք և մի փոքր էլ զրուցենք: Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, թող բոլորիս օրը բացվի խաղաղ, օրհնված և ուրախ: Սիրելիներս ինչպե՞ս եք: Հուսով եմ լավ եք, ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք, միշտ ուրախ լինեք, ժպիտը թող ձեր դեմքից անպակաս լինի, Աստծո օրհնանքը ձեր օջախից անպակաս լինի, սիրեք և սիրված լինեք, իմ թանկագին հետևորդներ ջան, ես այսօր մի փոքր տխուր եմ, մի փոքր հուզված, մի փոքր մտքերով դեպի Հայաստան, սիրելիներս, շատ հուզված եմ, այսօր իմ մայրիկի ծննդյան օրն է, երկնային ծննդյան օրն է, սիրելիներս, շատ հուզված եմ, շատ տխուր եմ, հուշերս ինձ տանում են մանկություն, պատանեկություն, երիտասարդություն, ապրած օրերս Հայաստանում, թող մայրիկիս հոգին լույսերի մեջ մնա, իր քուրայի մեջ ննջի խաղաղությամբ, սիրելիներս, ում մայրիկներն էլ որ չկան, հոգիները լույսերի մեջ մնա, ովքեր էլ ունեն, պահեք, պահպանեք մայրիկներին, մայրը թանկ է, միակն է, սիրեք, քանի կենդանի են մայրիկները, մայրը ամենաքնքուշ, ամենանուրբ, ամենասիրված էակն է աշխարհում, մայրը չունի չարություն, մայրը չունի նենգություն, մայրը չունի նախանձ,
Մայրը անփոխարինելի է։ Մոր սիրտը միշտ բաց է իր զավակների առջև։ Սիրելիներս, ես շատ վաղ եմ կորցրել մայրիկիս, շատ վաղ, ուղիղ 30 տարի առաջ։ 30 տարի առաջ կորցրել եմ իմ թանկ, գեղեցկուհի, համեստ, բառեր չեմ գտնում մորս նկարագրելու, որտեղ մայրը աննկարագրելի է, ամենաթանկն է։ Եվ հիմա ամեն անգամ հուզմունքով եմ հիշում մայրիկիս։ Գրկեք ձեր մայրիկներին, սիրեք, փայփայեք, լավ բառեր ասեք, ջերմ խոսքեր ասեք։ Մոր սիրտը օրհնություն է, սիրելիները, զավակների համար։ Մի ամաչեք, գրկեք, համբուրեք, ասեք մամ ջան, սիրում եմ քեզ։ Սիրում եմ իմ կյանքից առավել։ Մայր իմ հեզուկ հնքուր, սիրեք, փայփայեք, սիրելիներս, քանի ձեր մայրերը կենդանի են, լավ խոսքեր ասեք, փաթաթվեք, համբուրեք, մայրը աշխարհի ամենաթանկ, նորից եմ ասում, ամենանուրբ, ամենաքնքուշ էակն է։ Մայրիկին ոչ ոք չի կարող փոխարինել։ Շնորհակալ եղեք ձեր մայրիկներից, միշտ ասեք շնորհակալ ենք մամ ջան, սիրում եմ քեզ մամ ջան։ Շատ սիրել եմ մայրիկիս, երբևիցե ոչ մի կոպիտ բառ չեմ ասել, քավլիցի, Աստված գիտե։ Դրա համար ձեզ խնդրում եմ, ժողովուրդ ջան, ովքեր ունեն, հատկապես երիտասարդները, հարգեք ձեր ծնողներին, վաղը ուշ կլինի։ Կորցնելուց հետո ոչինչ չես գտնում։ Ափսոսում ես միայն լավ բառեր, որ չես ասել ծնողիդ, որ չես գուրգուրել։ Ժամանակի ընթացքում երեխա ժամանակ, երիտասարդ ժամանակ, այո, սխալներ լինում են, բայց շտկեք այդ սխալները, գրկեք, համբուրեք, սեղմեք ձեր դոշին, ասեք մամ ջան, թանկագինս։ Մոր սիրտը միշտ բաբախում է մեր մասին, մեր համար, մեր ամեն դժվարությունը մայրը լուրջ անում է, մայրը թանկ է, սիրելիներս, եթե կորցնում ենք, արդեն ուշ է լինում, կենդանության օրոք է պետք սիրել, փայփայել, գուրգուրել, առնել, տանել, կերցնել, հագցնել, երբ որ մայրը մեծանում է, այդ խոսքերը ճիշտ խոսքեր են, մայրը երեխային նման խնամքի կարիք է զգում։ Մի նեղացրեք ձեր մայրիկներին, կան մարդիկ ծերանոց են տանում, մի տարեք սիրելիներս։ Մայրը պետք է միշտ սիրված լինի։ Այսքան բան էի ուզում ձեզ խնդրել, ասել, սիրելիներս, փայփայեք, ովքեր ունեն մայր, գուրգուրեք։
Այո, շատ տխուր է հոգիս, մտքով Հայաստանում եմ, չնայած քույրիկս իմ փոխարեն կխնկարկի, քույրիկս իմ փոխարեն ծաղիկներ կդնի Շիրինին, եղբորս ընտանիքը, բայց իմ սիրտն ու հոգին Հայաստանում են։ Շատ կցանկանայի գնալ Շիրիմին այցի, ծաղիկներ ինքս դնեի, սիրելիներս, նստեի մի քիչ էլ զրուցեի մայրիկիս հետ, բայց ինչ արած, այդպես է ստացվել, որ չեմ կարող գնալ։ Մայրս կների, գնալով չի, ուղղակի ցանկությունս էր մեծ, հուզմունքից կոկորդով խեղդվում է։ Շատ եմ սիրել իմ համեստ, գեղեցկուհի մայրիկին։ Այսքանը ցանկացա այսօր կիսվել ձեզ հետ, չէ որ ամեն ինչի մասին կիսվում եմ, ասում եմ, խոսում եմ, ցանկացա մայրիկիս ծննդյան մասին էլ ձեզ հետ կիսվել, մայրիկիս երկնային ծնունդը, շնորհավոր կրկին անգամ, մամ ջան, միշտ ասեք մամ ջան, իսկ հիմա խմեք, եթե չեք դրել, դրեք ձեր կոֆեն, խմեք, կներեք, թե մի քիչ տխուր ստացվեց տեսանյութը, բայց ուզեցա ձեզ հետ կիսվել և թեթևանալ մի փոքր։ Սիրելի հետևորդներ ջան, ցանկանում եմ ուրախ լինեք, կյանքում երբեք չտխրեք, միշտ ուրախ լուրեր լսեք, միշտ ուրախությունների մասնակցեք, թող բոլորդ միշտ ուրախ լինեք, առողջ լինեք, օրհնված լինեք, թանկագիններս։ Մի փոքր տխուր էր այսօր, բայց ձեր տիկին Մարինեն ձեզ շատ սիրում է և կիսվեց մի փոքր ձեզ հետ։ Այսօր սիրելիներս որոշել եմ միայն պատրաստել ամառային կոմպոտ։ Պատրաստած ընթրիք ունենք և այսօր ամբողջ հոգով մտքով Հայաստանում եմ, այսօր տրամադրված չեմ ոչինչ պատրաստելու։ Հիմա կասեք տիկին Մարինե, ոչինչ ոչ ոք չի կարող անել, հետ բերել չի լինի, այո, ուղղակի սիրելիներս, մայրիկս շատ ջահել է մահացել, երիտասարդ կարելի, երիտասարդ չէ, բայց ջահել։ Կարոտը խեղդում է, բայց այո, ոչինչ չեմ կարող անել։ Բայց այսօր ոչինչ էլ չեմ պատրաստելու, ասեցի ընթրիք կա, ուղղակի մի քիչ ձեզ հետ կզրուցեմ, սիրելի հետևորդներ ջան, և ուզում եմ ամառային կոմպոտ պատրաստել, խնձոր ունենք, դամբուլ ունենք, հավաքել բերել են արդեն, որ հեշտ լինի ինձ համար, չգնամ, չեմ կարող տանը բերել, և կիսվել ձեզ հետ։ Երիտասարդ տարիներին հետևորդներ ջան, բոլորս էլ երիտասարդ ենք եղել, բոլորս էլ մանուկ ենք եղել, նոր ենք դարձել երիտասարդ, բայց ասեմ, խնդրում եմ ձեր ծնողներին երիտասարդներ ջան, մի նեղացրեք, միայն լավ խոսքեր ասեք, փայփայեք, թանկագիններս, կորցնելուց հետո շատ ենք ափսոսում, շատ,
կենթանիներ, այսպես ասեի, այնպես անեի, այս բերեի, այս տանեի, առնեի, հագցնեի, կերցնեի։ Այո, սիրելիներս, կենթանի ժամանակ արեք ամեն ինչ։ Ծնողը, նորից եմ ասում, ամենաթանկն է։ Բարին ձեզ հետ, սիրելիներս։ Եթե փոքր տխրեցրեցի ձեզ, կներեք, հարգելիներս, ուղղակի շատ տխուր էի և կիսվեցի ձեզ հետ։ Թող Աստված միշտ ուրախություն տա, բոլորիս օջախներում միշտ ուրախության լուրեր լսենք, երբեք չտխրենք։ Որդուս մասին էլ էի գրել, որ առողջություն եք ցանկանում, բոլորիցս շնորհակալ եմ։ Շատ բարի եք, դրական եք, սիրելիներս, կամեցող, գնահատող, որի համար Աստված առատորեն օրհնի ձեզ։ Որդիս արդեն մի փոքր լավ է, այսօր առաջ օրն է, գնացել է գործի, սրսկվում է, մանիկն է սրսկում, այո, բազմակողմանի զարգացած հարց ունեմ, սիրելի հետևորդներ ջան, իմ հարցը ինձ համար շատ թանկ անձնավորություն է։ Եթե ես իմ զավակին սիրում եմ, սիրելիներս, աշխարհից շատ, իմ ամենաթանկն է իմ զավակը, ուրեմն իր կողակցին էլ պետք է սիրեմ, ինչպես սիրում եմ իմ թանկ որդուն, Նորիկիս։ Աղջկաս պես սիրում եմ, սիրելիներս։ Մենք շատ մերված ենք, թանկագիններս իրար հետ, կիսվում ենք ամեն առումով, գնումների առումով, շոր գնելու առումով, խոսքի հիմա ուզում ենք մի բան գնենք, չէ, հարցնում ենք, սա է լավ, նա է լավ, այդքան մտերիմ ենք իրար հետ։ Մտերիմ եղեք, սիրեք, սիրելիներս, սիրեք ձեր որդուն, սիրեք ձեր հարսին։ Ընտանիքում միայն սերն է, որ գնահատվում է, առանց սիրո կյանք չկա, առանց սիրո ընտանիքը անախորժությունների մեջ է, բոլորի ընտանիքներում խոսակցություն լինում է, սիրելիներս, բայց ամեն ինչը, նորից եմ ասում, չափի մեջ է գեղեցիկ։ Թող բոլոր զավակները, դուստրերը առողջ լինեն, հարսները միշտ առողջ լինեն և օրհնված, սիրելի հետևորդներ ջան։ Խմեցի, վերջացրեցի ես, դուք էլ խմեք, սիրով ձեզ համար, ձեր մայրերի համար էլ կարդացի այս բանաստեղծությունը, որը կարդում էի հոգիս տակն ու վրա էր լինում, սիրելիներս։ Իսկ հիմա ցանկանանք մեր բոլոր մայրերին առողջություն, միայն ու միայն առողջություն, գնանք մեր խոհանոց, պատրաստենք ամառային կոմպոտ։ Սիրելի հետևորդներ ջան, միասին կոֆե խմեցինք, մայրիկիս երկնային ծնունդը շնորհավորեցինք, ասեցինք մի քիչ հուզվեցի, հիմա արդեն եկել եմ այգի, քաղում եմ դամբուլ, տանեմ, ամառային համեղ կոմպոտ պատրաստեմ, զովացուցիչ կոմպոտ, մի քիչ էլ խնձոր ունենք, բայց մի երկու հատ է կքաղեմ, տեսեք ինչ լավ դամբուլ է, մանր է, բայց լավ քաղցր է, թթու չի։ Երկու հատ էլ խնձոր քաղենք և միասին գնանք, տեսեք, ինչ լավ դամբուլ քաղեցի, շատ լավն է։ Այս տարի խնձորը լավ բռնել է, շատ չեմ քաղի, սիրելիներս, որովհետև տանը ունենք, ուղղակի ձեզ ցույց տալու համար,
Սա բավական է, որտեվ շատ ունենք տունը։ Համ բերել են, համ էլ մեր ծառից են քաղել։ Արև է, սիրելիներս, այսօր լավ եղանակ է։ Քաղեցի, վերջացրեցի, գնանք խոհանոց, որ պատրաստենք միասին։ Հետևորդներ ջան, միասին մեր այգուց քաղեցինք խնձոր։ Տանել ունեինք, ավելացրեցի մի քիչ խնձոր, որովհետև տանը կար, քիչ քաղեցի ձեզ հետ միասին։ Քաղեցի նաև մի փոքր փունջ ռեհան, գույնը ապահովելու և համը տալու համար, և սալոր։ Այս ամառվա սեզոնին մրգերի համեղ կոմպոտ է լինում, բնական, թարմը մրգերից համեղ կոմպոտ է լինում, ինչու՞ չէ, պատրաստենք և համ մենք զովանանք, հովանանք, անուշանենք, համ էլ մեր ընտանիքի անդամները։ Սպունգով եմ լվանում, չնայած մեր հողամասը գիտենք, որ մաքուր է, գիտենք, որ շատ մաքուր, էկոլոգիկ մաքուր մրգեր են, ոչ մի քիմիա, սրսկում չկա։ Շատ անուշ դամբուլ է, համեղ, նայեք, մի հատ որդ չկա, չենք է սրսկել։ Քաղցր, համեղ դամբուլ է։ Ես այն սև սորտն էլ եմ սիրում, որդիս առողջականը մի քիչ կազդուրվի, որ գնանք այդ սալոր դեղց կոմպոտներն է պատրաստենք, ժամանակն է արդեն։ Հիմա լվանամ, կհանդիպենք։ Հիմա հետևորդներ ջան, դամբուլը և խնձորը պետք է մաքրեմ, ոչ թե կեղևներից, սիրելիներս, այս մեջտեղի մասերը, գլխի մասերը, կարող ենք չմաքրել, բայց ոչ, մաքրած ավելի լավ է։ Համը չի կորցնի, որ մաքրենք խնձորը։ Բաժանում եմ կտորների, լցնում կաքսան։ Տեսնեք ինչ փափուկ, երկու սորտի կա, որը որ սա տված է օրինակ, մեր հարևանն է տվել, չորոտ է մի քիչ, իսկ մեր ծառինը ավելի համեղ է։ Ես էլ եմ պատրաստել, այս անգամ որոշեցի կիսվեմ ձեզ հետ, մեր ծառի խնձորն է։ Շատ համեղ խնձոր է։ Մեծ կաթսա, որ լիներ ավելի մեծ, ավելի շատ կպատրաստեի, կդնեի սառնարանը, ջրի փոխարեն, հետևորդներ ջան, կօգտագործեինք, կխմեինք։ Հեշտ։ Դամբուլն էլ 2/2, կորիզները հանում եմ։ Սա արդեն հասած է։ Հետաքրքիր է, մեծ ճյուղի վրա, չգիտեմ, համ մեծ դամբուլ է, նույն դամբուլն է, ուղղակի մեծ ու փոքր են։ Չեմ ուզում նենց անեմ, որ լխկվի։ Շակու ջան։ Կորիզը հանեմ։ Հերթով էսպես մաքրեմ, կլցնեմ։
Տեսնում եք, սա նույնն է, բայց ոնց որ ուրիշ սորթը լինի, նույնն է։ Խնդրեմ, նույն դամբուլն է։ Մեծ ու փոքր են, չգիտեմ, երևի այս ճյուղի վրա շատ էր բռնե, փոքր է եղել։ Որը որ շատ հասած չի, կորիզը դեռ չի պոկվում, բայց ոչինչ, կհանեմ։ Եթե սեփական տանն ենք ապրում, ամեն ինչ էլ պետք է ունենանք, ծառատեսակներից բռնած, բանջարեղեններից դուրս եկած եւ ծաղիկներն էլ գումարած։ Առանց ծաղիկներ չի կարող այգի լինել կամ հողամաս կամ բանջարանոց։ Հեշտ դուրս է գալի դանակի օգնությամբ, ավելի հեշտ է, դեռ հասնելու տեղ ունի։ Հիմա կադրից դուրս, սիրելի հետևորդներ ջան, մաքրեմ, կորիզները հեռացնեմ, նոր կհանդիպենք։ Որոշեցի, հետևորդներ ջան, միայն պատրաստել խնձորով եւ սալորով։ Իսկ ռեհանը առանձին տեսանյութով կպատրաստեմ կամպոտ լիմոնով։ Հիմա մի փոքր շաքարավազ եմ ավելացնում, նայեք, ուզում եք չափեմ սուրճի բաժակով լցնեմ։ Ուզում եմ, որ բնական համը լինի, տեսեք, որովհետև ուզում եմ ես էլ խմեմ։ Չնայած ես ինձ համար կպատրաստեմ։ Սա է ընտանիքիս անդամների համար 2 սուրճի բաժակ։ Սա բավական է։ Եվ ջուր այնքան, մինչև վերջ երևի մի փոքր տեղ կթողնեմ, որ եռալուց հարգելիներս չթափվի։ Դրեցի գազօջախին, թող գեֆի։ Ինչքան սիրուն կստացվի, չէ՞, կարմիր մի կոմը կարմիր թուշիկներով խնձոր, սալորը իրենց գույնը եւ համը կտան ջրին, կստացվի համեղ կոմպոտ։ Մարմանդ կրակով արդեն լավ եփում է, մրգերի բույրն էլ ամբողջ խոհանոցով մեկ տարածվել է։ Ասեմ, որ խնձորի եւ սալորի բույրն էլ է շատ անուշ։ Իսկ համի մասին դեռ չեմ փորձել, վերջում կփորձեմ եւ ձեզ կասեմ։ Սիրելիներս, մի փոքր էլ եփի, լցնեմ, քանվի, կհանդիպենք։ Հետևորդներ ջան, սիրելիներս, պատրաստեցի, վերջացրեցի ամառային կոմպոտ սալորով եւ խնձորով։ Համեղ, զովացուցիչ կոմպոտ ստացվեց։ Գույնն էլ շատ հետաքրքիր գույն ստացվեց։ Պատրաստեք այս ամառվա սեզոնին ամենահամեղ կոմպոտը, մրգային կոմպոտն է։ Ովքեր դեղց ունեն, խաղող ունեն, ինչ միրգ ունեք, պատրաստեք եւ զովացեք, սիրելիներս, ամառային այս շոգ օրերին իսկական այս սառը կամպոտը զովացնում է։ Հիմա ես մի փոքր կփորձեմ համը փոխանցելու համար ձեզ։ Մի փոքր թթվաշ համեղ կոմպոտ ստացվեց։ Սիրելի հետևորդներ ջան, ես ինձ համար հիմա կպատրաստեմ առանց շաքարավազի։ Սալոր էլ կա, խնձոր էլ կա։ Մյուս անգամ կպատրաստեմ ռեհանով եւ լիմոնով կոմպոտ։ Ինչ որ ձեռքի տակ ունեք, մրգերից պատրաստեք եւ վայելեք։ Այսքանով ավարտում եմ այսօրվա մի քիչ տխուր, մի քիչ հետաքրքիր հոլովակը։ Եղեք առողջ, մնացեք
Աստծո մեջ։ Տեսություն, մինչ նոր հոլովակ։ Ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։